Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ ներկայացնում ենք առողջապահական ոլորտի ամենաթարմ նորություններ, բժիշկների մասնագիտական խորհուրդներ եւ օգտակար տեղեկատվություն պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք խոսենք բժշկական էթիկայի, մարդու իրավունքների եւ առողջապահության նոր որակի մասին։ Մասնավորապես կանդրադառնանք Օվիեդոյի կոնվենցիային, ինչպես նաեւ բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Բժշկությունը միայն գիտություն չէ, այն մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ամենակարևորն է հարգանքը մարդու, նրա իրավունքների եւ արժանապատվության նկատմամբ։ Հենց այս սկզբունքներն են ընկած Օվիեդոյի կոնվենցիայի հիմքում, բայց այս սկզբունքները իրականություն են դառնում, երբ դրանք արտացոլվում են բժշկական պրակտիկայում։ Հենց այս նպատակով նախորդ տարում Եվրոպայի խորհրդի տեխնիկական աջակցության շնորհիվ մեր երկրում ձևավորվեց բուժաշխատողների էթիկական հանձնաժողովը։ Ինչ է իրենց ներկայացնում հանձնաժողովը, ինչ գործառույթներ է իրականացնում, ինչ առանձնահատկություններ ունի եւ թե ինչպես դիմել էթիկայի հանձնաժողովին, առավել մանրամասն MedTime ռեպորտաժում։ Բուժաշխատողների էթիկայի կանոնները խախտման, այդ դեպքերը քննող էթիկայի հանձնաժողովը կարելի ասել ստեղծվել է բոլորովին վերջերս եւ 2022 թվականին, երբ արդեն հաստատվեցին բուժաշխատողների էթիկայի կանոնները, բնականաբար նաեւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հանձնաժողով, որը կքննի այդ գործերը։ Հանձնաժողովը բաղկացած է մի քանի անդամներից, տարբեր մասնագետներ են, երկու իրավաբան կա, մի ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից, այսինքն պացիենտների եւ այլ անձանց շահերը պաշտպանող ներկայացուցիչ ունենք, կա մեկ հոգեբան, երկու գիտության ոլորտի ներկայացուցիչ ունենք եւ մեկ բուժաշխատող ունենք ներգրաված։ Լսումների միջոցով իրականացնում է գործի քննությունը եւ բնականաբար արդյունքում կայացնում համապատասխան որոշումները ենթադրյալ էթիկական կանոնի խախտման վերաբերյալ։ Այժմ կա մշակված կայքը MEC.am, մեկ, այսպես ասած .am կայքը, որի միջոցով կարելի է դիմել հանձնաժողովին անմիջապես, Ինչու է սա կարևոր, որովհետև որոշակի պայմաններ կան հանձնաժողով դիմելու համար եւ էլեկտրոնային այս համակարգի միջոցով թույլ է տալիս անձին շատ ավելի հեշտությամբ դիմել հանձնաժողովին։ Միանգամից դիմումը առցանց հարթակում լրացնելու միջոցով պիտի նշեմ, որ ենթադրյալ խախտումը պիտի արված լինի ըստ դիմողի մեկ տարվա ընթացքում, այսինքն նկատվաղեմության ժամկետ եւ եթե 1 տարի ավել է, ապա անձը չի կարող դիմել։ Դիմումում պիտի պարտադիր նշվի ենթադրյալ խախտումը ինչպիսին է ըստ դիմող անձի եւ ինչպիսի էթիկական կանոն է խախտվել։ Դա կարող է լինել բուժաշխատող հարաբերություններում, կարող է լինել բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում, բուժաշխատող հանրային առողջապահության ոլորտում, էթիկայի կանոնի խախտում կամ բուժաշխատող եւ երրորդ անձ, Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը եւ ընդհանրապես կանոնների հաստատումը, սա միայն ուղղված չէ պացիենտների շահերի պաշտպանությանը, սա նաեւ որոշակի երաշխիք է տալիս, որպիսի առողջ լինեն հարաբերությունները եւ հատկապես հաղորդակցումը երկու կողմերի միջեւ բուժաշխատող եւ պացիենտ եւ բուժաշխատող հարաբերություններում։ Եվ ի վերջո վերջնական նպատակն այն է, որ պացիենտը բուժհաստատություն դիմելիս ինքը վստահ լինի, որ դրական ակնկալիք կունենա ոչ միայն բուժման տեսանկյունից, այլ ինքը գնում է մի վստահելի տեղ, որտեղ իր նկատմամբ վերաբերմունքը կլինի հարգալից։ Ինչ է իրենից ներկայացնում Օվիեդոյի կոնվենցիան եւ ինչ նշանակություն եւ դերակատարություն ունի հայաստանյան առողջապահական համակարգի համար, կզրուցենք MedTime հարցազրույցի այսօրվա հյուրի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ։ Մերի, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուզում եմ, որ անդրադառնանք մի կարևոր թեմային, որը կոչվում է Օվիեդոյի կոնվենցիա, որը շատ հաճախ նաև անվանում են մարդու իրավունքների հիմնարար փաստաթուղթ բժշկությունում։ Կուզեմ, որ ասեք, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչով է այն կարևոր առողջապահական համակարգերի համար։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։
Շատ ճիշտ նշեցիք, Օվիեդոյի կոնվենցիան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբուժության մասին կոնվենցիան, որը շատ հաճախ կարճ անվանում են Օվիեդոյի կոնվենցիա, քանի որ այն բացվել է իր անդամ երկրների ստորագրությունների համար Իսպանիայի Օվիեդո քաղաքում դեռ 1997 թվականին։ Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող եւ առաջին եւ միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական գործիքն է, որը սկզբունքներ է սահմանում ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայի եւ կիրառության համար, ինչպես օրինակ պացիենտի իրազեկված համաձայնությունը, յուրաքանչյուր միջամտության համար կամ բժշկական գաղտնիքի պահպանման պահանջը, այնպես էլ նոր կենսաբժշկական գիտական հետազոտությունների համար, որոնք շատ կարեւոր են բուժման ելքերն ավելի արդյունավետ դարձնելու կամ բժշկագիտության զարգացման համար։ Ինչու՞ է իր հիմնական դերակատարությունը, որով ինքը միավորում է, հա, բժշկին եւ պացիենտին, ինչ դերակատարություն է ունենում երկու կողմի համար էլ, որտեղ սովորաբար մենք բոլոր կոնվենցիաների, հա, օրենքների տեսանկյունից չես ինչու միշտ ավելի շատ դեպի բժիշկն է լինում։ Հիմա կարծես թե առաջնային պլան է գալիս պացիենտը, որ ինչպես է բալանսավորում այդ փոխհարաբերությունները արդեն կարծես թե իրավական դաշտում, հա։ Տեսեք, ինձ համար կարծում եմ կհամաձայնեք, որ կոնվենցիան կամուրջի դեր է կատարում առաջին հերթին առողջապահության եւ իրավունքի միջեւ, փորձելով ապահովել սկզբունքներ, էթիկական կամ մարդու իրավունքների սկզբունքներ բժշկագիտության զարգացման ֆոնին, բայց նաեւ ճիշտ նշեցիք, որ այն առաջին հերթին շատ կարեւոր է պացիենտների տեսանկյունից եւ շատ հաճախ կոնվենցիան անվանում են նաեւ պացիենտների իրավունքների խարտիա։ Մի քանի կարևորագույն հիմնարար հոդվածները առաջին հերթին անդրադառնում են պացիենտին, պաշտպանում են պացիենտի իրավունքները, բայց նաև բնականաբար բուժաշխատողի, եթե թույլ կտակ, հենց իրազեկված համաձայնության օրինակով փորձենք բացատրել։ Յուրաքանչյուր միջամտության համար պացիենտը պետք է տա իր ազատ եւ տեղեկացված համաձայնությունը։ Այդ համաձայնությունը տալու համար բուժաշխատողը պետք է պացիենտին ներկայացնի ամբողջական ինֆորմացիան իր ախտորոշման, ռիսկերի հիվանդության, առաջարկվող բուժման մեթոդի, այդ մեթոդի ռիսկերի կամ հրաժարվելու դեպքում հետևանքների վերաբերյալ, եւ երբ պացիենտը այդ ամբողջ ինֆորմացիան տեղեկատվություն ունենալուց հետո տալիս է իր համաձայնությունը, նա կարծես թե կիսում է պատասխանատվությունը եւ մեծապես ներգրավված է լինում բուժման գործընթացում։ Դա նաև այդ իրազեկված համաձայնությունը ունենալը պացիենտի բուժաշխատողի համար է պաշտպանող հանգամանք հանդես գալիս։ Այսինքն մենք այստեղ ունենք միաժամանակ եւ պացիենտի պաշտպանությունը եւ բուժաշխատողի։ Իսկ եթե ունենք հնարավորություն, եթե ունենայիք մեկ նախադասությամբ, հա, բացատրելու կամ ներկայացնելու ինչու է կանում կոնվենցիայի ուղերձը, որը կլիներ դա։ Մի քիչ բարդ կլինի, բայց Կոնվենցիան պաշտպանում է բոլորի արժանապատվությունը, բոլոր մարդկանց արժանապատվությունը առանց խտրականության եւ երաշխավորում հարգանք նրանց իրավունքների նկատմամբ։ Թեկուզ պաթետիկ է հնչում, բայց այդպեսի Ես գիտեմ, որ Հայաստանը արդեն իսկ ամբողջությամբ վավերացրել է կոնվենցիան հոկտեմբերի 15-ին եւ գիտեմ, որ ձեր մասնագիտական գործունեության շուրջ 5 տարիները նվիրված է եղել այդ կոնվենցիայի վավերացմանը, որի արդիվ Ձեզ անձնապես շնորհավորում եմ եւ կառույցներին բոլոր, որոնք ներգրավված են եղել։ Կասեք ինչ է տալու մեզ անդամակցությունը, հա, այդ կոնվենցիային ինչ նշանակություն ուներ եւ ինչ բարեփոխումներ ա բերելու մեր առողջապահական համակարգին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին եւ կարծում եմ, որ մեր երկրի համար իրապես շատ կարևոր է կոնվենցիայի վավերացումը ոչ թե որովհետև մենք եւս մեկ միջազգային կոնվենցիա կամ պայմանագրին միացանք կամ կոնվենցիա վավերացրեցինք, այլ հենց այն տեսանկյունից, որ մեր պետությունը վավերացնելով կոնվենցիան հանձնառություն է ստանձնում պաշտպանելու մարդու իրավունքները շատ զգայուն, շատ կարևոր ոլորտում, բայց անդրադառնալով անելիքներին, պիտի նշեմ, որ այդ անելիքները սկսվել են դեռևս շատ վաղուց, մինչ կոնվենցիայի վավերացումը, Այսինքն առնվազն Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում համագործակցության սկզբից Եվրոպայի խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը համագործակցում են երկուստեք պայմանավորված գործողությունների ծրագրի շրջանակներում եւ դրա առաջնահերթություններից մեկը ելի պետության կողմից սահմանված եղել է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն դեռ 2020 թվականին պետությունը տեսել է դրա կարիքը անհրաժեշտությունը ունենալու նման ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ։ Եվ ծրագրի շրջանակներում պետության հետ աշխատանք է տարվել 3 հիմնական ուղղություններով՝ օրենսդրության բարելավում, մասնագետների կարողությունների զարգացում, այդ որպեսզի
վերափոխված կամ բարելավված օրենսդրությունը բարեփոխումները չմնան ուղղակի թղթի վրա, դրանք դառնան ամենօրյա բժշկական պրակտիկայի մի մաս եւ շատ կարեւոր ուղղություն, որը հատկապես կարեւորվեց կորոնավիրուսային համավարակից հետո, հանրային երկխոսության խթանում առողջապահական հարցերի, առողջապահական խնդիրների շուրջ եւ դրա հատկապես կարեւորությունը ինձ համար կամ արդյունքը տեսանելի էր, երբ ազգային ժողովի կողմից կոնվենցիան վավերացման մասին օրենքը ընդունվեց միաձայն, նիստին ներկա բոլոր պատգամավորների դրական քվեարկությամբ, դա արդեն խոսում է, որ մենք ունենք բավականին բաց հանրային երկխոսություն այդ թեմաների շուրջ։ Անելիքների մասով պետք է նշեմ, որ օրենսդրության վերլուծության վերաբերյալ իրականացված աշխատանքները ցույց են տվել, որ մենք այդ ոլորտում ունենք բավականին լավ մշակված օրենսդրություն եւ պետությունը անընդհատ աշխատանք է տանում, իսկ Եվրոպայի խորհուրդը փորձում է աջակցել, որ նոր մշակվող իրավական ակտերը արդեն լինեն համապատասխան եվրոպական ստանդարտներին, բայց մենք շատ մեծ կարիք ունենք շարունակելու աշխատանքը եւ մասնագետների հետ կարողությունների զարգացման ուղղությամբ եւ նաեւ բարձրացնելու առողջապահական գրագիտությունը մեր հասարակության շրջանում պացիենտների հետ աշխատանքն է բավականին կարեւոր եւ աշխատանքներից մեկն էլ հենց ձեր հաղորդաշարն է եւ այն ինչ մասին մենք հիմա խոսում ենք։ Իսկ կարող ենք ասել, որ սա քայլ էր դեպի եվրոպական առողջապահական համակարգ եւ ինչեր ունենք այնտեղից վերցնելու, հա, որը մեզ պակաս զգում ենք կամ կա դրա անհրաժեշտությունը։ Միանշանակ, որովհետև պիտի կրկնվեմ, բայց վավերացնելով կոնվենցիան պետությունը հենց ստանձնում է իր հանձնառությունը, որ միանա կամ կիրառի եվրոպական ստանդարտները, որոնք սահմանված են այս կամ այն միջազգային պայմանագրով, այս դեպքում կոնվենցիայով իր առողջապահական համակարգում իշահ մեր քաղաքացիների կամ պացիենտների։ Նշեցիք նաև ձեր խոսքում եւ օրինակով, որ ասեցիք, որ կոնվենցիայի առանցքային գաղափարներից է տեղեկացված համաձայնությունը բժշկական միջամտությունների ժամանակ եւ այս սկզբունքը կարծես թե դեռ ձևավորման փուլում է մեր օրերում, հա, մեր իրականությունում, կասեք, ինչպես է գնահատում դրա կիրառելիությունը Հայաստանում, թե բժիշկների, թե պացիենտների տեսանկյունից։ Մենք օրենսդրության մակարդակում ունենք բավականին լավ մշակված օրենսդրություն եւ նույնիսկ երբ օրենսդրության վերլուծությունը իրականացվում էր համապատասխանության մասով կոնվենցիայի դրույթներին, նկատեցինք, որ շատ հարցերում մեր օրենսդրությունը շատ ավելի խիստ կարգավորումներ ունի, օրինակ յուրաքանչյուր միջամտության համար գրավոր անմիջական համաձայնության պահանջը, ինչը որ շատ դեպքերում օրինակ կոնվենցիան երբեմն նախատեսում է նաև ոչ գրավոր համաձայնության պահանջ, եթե միջամտությունը բավականին ծանր չի կամ կյանքի համար վտանգ չի ներկայացնում, բայց իսկ մեր օրենսդրությունը սահմանում է, ինչը նաև խոսում է դրա մասին, որ մենք արդեն ունենք բավականին լավ ձևավորված օրենսդրություն, մշակված օրենսդրություն, կիրառելիության մասով բնականաբար օրենսդրության պահանջը պարտադիր է բուժաշխատողների համար կիրառել, բայց պացիենտների տեսանկյունից պահանջատեր լինել չստորագրել ուղղակի ստորագրելու համար դրա շուրջ մենք դեռ ունենք բավականին շատ աշխատանք տանելու եւ առաջին հերթին իրազեկվածության բարձրացման աշխատանքներ, թե ինչու է կարևոր տալ առողջապահության համակարգում դա երբեմն անվանում են համատեղ որոշումների կայացում եւ վերջերս կան նաեւ գիտական ապացույցներ, որ այդ մոդելի կիրառությունը ամենաարդյունավետներից մեկն է, քանի որ երբ պացիենտը ինքը զգում է իրեն ներգրաված process-ի մեջ, նա նաեւ փորձում է ամեն կերպ դրական ազդեցություն ունենալ բուժման ավելի դրական ելքի վրա։ Այդ պատճառով կարծում եմ, որ մեզ համար առավել եւս կարեւոր է, որ այս սկզբունքի կիրառությունը լինի հստակ եւ պացիենտների եւ բուժաշխատողների կողմից։ Գիտեմ նաեւ, որ նախորդ տարի Հայաստանում գործարկվել է բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը, որը կարծես թե նաեւ միտված է կոնվենցիայի որոշ դրույթների կյանքի կոչմանը եւ գուցե ինչ որտեղ հսկմանը, որ դրանք կյանքի կոչվեն։ Կասեք, որքանով է հանձնաժողովը վերահսկող մարմին, թե այն այլ գործառույթներ էլ ունի, այդ թվում նաև այն ինչ որ նշեցիք, հա, կրթական, խորհրդատվական եւ աջակցության հարթակ։ Ընդ որում դա եւ բժիշկների համար է, թե միայն պացիենտների համար է, թե նորից պետք է փորձենք ինչ որ ձևով միավորել իրենց։ Ինձ համար որպես քաղաքացի բուժաշխատողների, այսպես ամբողջական անունը բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները խախտող հանձնաժողով, կանոնների խախտումները քննող հանձնաժողով, բավականին երկար է կամ բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը ստեղծվեց, որպեսզի քննի հենց կառավարության որոշմամբ սահմանված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները, դրանք 5 խումբ կանոններ են, ես
Չեմ ուզենա շատ մենք մանրամասնենք Մենք այդ կանոնները։ մասին արդեն ներկայացրել ենք մեր հեռուստադիտողների ռեպորտաժում, դրա համար կուզեմ, որ ավելի դուք ներկայացնեք, թե բուժաշխատողը եւ պացիենտը հանձնաժողովի կողմից ինչ աջակցություն են ստանում եւ ինչ գործառույթ է ըստ ձեզ վերապահված հենց հանձնաժողովին եւ որքանով է դա կոնվենցիայի դրույթներին օգնող գործիք, որպեսզի առավել արդյունավետ այդ ամեն ինչը կյանքի կոչվի։ Քանի որ կոնվենցիայի հիմնական ուղերձներից կամ սկզբունքներից է էթիկական սկզբունքների հիման վրա, նորմերի հիման վրա բժշկական օգնության եւ սպասարկման մատուցումը եւ մեր բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքով նախատեսված էր եւ բուժաշխատողների էթիկայի կանոնների սահմանումը եւ նաեւ հանձնաժողովի ստեղծումը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, տեխնիկական աջակցությամբ մշակվեցին կանոնները, հաստատվեցին կառավարության որոշմամբ եւ իհարկե նաեւ կրկին միայն տեխնիկական աջակցությամբ Եվրոպայի խորհրդի ստեղծվեց բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը, ինչպես դուք ճիշտ նշեցիք, խորհրդատվական մարմին է անկախ հասարակական հիմունքներով գործունեություն ծավալող հանձնաժողովի հիմնական ինձ համար գործառույթը համակարգային փոփոխությունների նպաստելն է, որովհետև չնայած որ հանձնաժողովը քննարկում է առանձին դեպքերի, բողոքների հիման վրա առանձին դեպքեր, բայց դրանք շատ հաճախ լինում են ոչ թե առանձին բուժաշխատողի հետ կապված, այլ նաև համակարգային խնդիրների արդյունք, եւ երբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերլուծությունից, քննությունից հետո հանձնաժողովը նաև ներկայացնում է լիազոր մարմնին առաջարկություններ որոշման հետ կապված իր այդ առաջարկությունները նաև պարունակում են համակարգային փոփոխությունների որոշ էլեմենտներ, ինչը ամենակարևորն է։ Բնականաբար ունի նաև կրթական, տեղեկատվական գործառույթ բուժաշխատողների հետ աշխատանքի, նույնիսկ գործի քննության ընթացքում կամ մենք բավականին շատ համատեղ կազմակերպում ենք նաև կրթական, տեղեկատվական հանդիպումներ բուժաշխատողների հետ էթիկայի կանոնների վերաբերյալ կամ հանձնաժողովի գործունեության։ Շատ կարևոր է նաև պացիենտների դերը այս ամբողջ գործընթացում։ Իմ հաջորդ հարցը նաև դրան էր միտված, որտեղ կարծես թե բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են, գերազանցապես հենց բուժաշխատողներին են ուղղված, նույն իրազեկվածության վարձացմանը, խորհրդատվական, կրթական եւ այլն, որտեղ են գտնվում պացիենտները այս համակարգում եւ որքանով են իրենք ներգրավված այս process-ներում։ Պացիենտների դերը ամենաառանցքայինն է, որովհետև առանց պացիենտի, կանոններից մեկը վերաբերում է բուժաշխատող պացիենտ հարաբերություններին եւ առաջին հերթին պացիենտները իրենք են դիմում։ Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում չնայած իր գործունեության շատ կարճ ժամանակին բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը արդեն ունի վստահություն պացիենտների շրջանում եւ բավականին շատ են դիմումները, այսինքն հանձնաժողովի նկատմամբ կա վստահություն եւ պացիենտները դիմում են իրենց հուզող հարցերով, խնդիրներով կամ ենթադրյալ խախտումներով բուժաշխատողների կողմից, դրան ով իսկ իրենք մեծ ազդեցություն են ունենում այդ էթիկական կանոնների հիման վրա մատուցվող բժշկական օգնությանը, որովհետև երբ մենք բարձրաձայնում ենք խնդիրը, մենք նաև փորձում ենք ունենալ լուծում, որը միգուցե ոչ թե միգուցե, այլ շատ դեպքերում նաև մյուս պացիենտների վրա է ունենալու ազդեցություն կամ օգնելու ավելի դրական, ավելի էթիկապես բարձր արժեքների հիման վրա մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման։ Վերջում ինչ ուղերձ կամ հույս կփոխանցեք հասարակությանը բժշկական էթիկայի եւ մարդու իրավունքների համատեքստում, չէ՞ որ բոլոր բարեփոխումները իրականում իրականացվում են հենց պացիենտների հասարակության համար եւ այդ ձեր նշած, որ վստահությունը ավելի բարձրանա եւ մարդկանց մոտ գուցե այն միֆ ձևավորված զգացողությունը, որ մենք չունենք պատշաճ առողջապահություն, չունենք սարք-սարքավորումներ, մասնագետներ եւ այլն եւ պարտադիր պետք է գնալ այլ երկրում բժշկական ծառայություն ստանալ։ Արդյոք սա միտված չեն այս բոլոր բարեփոխումները հենց նրան, որ պացիենտը վստահ լինի, որ լիարժեք նման ծառայություն է ստանում իր երկրում։ Ինձ համար կոնվենցիայի առաջին փոփոխությունը կամ դրական ազդեցությունը, որ կարող է ունենալ Հայաստանում, դա վստահության ամրապնդումն է առողջապահության համակարգի վերաբերյալ եւ նաեւ իրավունքահեն մոտեցումների կիրառությունը, թող բառը վախենալու չհնչի, բայց իրավունքահեն մոտեցումների կիրառումը բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացում իշահ մեր պացիենտների, իսկ ուղղակի մասով ես ուզում եմ, որ եւ շատ մեծ հույս ունեմ, որ մենք մեր իրավունքներին այս ոլորտում չենք վերաբերվի որպես անպագոր եւ դրանց կիրառությանը կհետևենք մենք յուրաքանչյուրս մեր տեղում, համարելով, որ հենց մեզանից է սկսվում այն համակարգը, որը մենք ուզում ենք ունենալ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ կարծում եմ, որ պատկերացումը ամեն դեպքում այս ամենից նա էր, որ կոնվենցիան միտված է նրան, որպեսզի մարդը միշտ վստահ լինի, որ
պացիենտը այս դեպքում, որ իր արժանապատվությունը, իրավունքները պաշտպանված են եւ վստահ, որ բժշկական գաղտնիքը կմնա բժշկական հաստատության պատերի ներսում։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր գործընկերը Թեյան բուսական թեյեր արտադրող կազմակերպությունը պատրաստել է մի փոքր նվեր ձեր աշնանային երեկոները ջերմացնելու համար։ Անչափ շնորհակալ եմ։ Ես կփորձեմ եւ կիսվեմ կարծիքով։ Շնորհակալ եմ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա MedTime-ի համար նախատեսել էինք այսքանը։